Ես այսօր կուզեմ կիսվեմ մի թեմայի մասին, որը որ ցանկացած քրիստոնյայի համար պետք է։ Թե նորադարձի համար, թե նրանց համար, ովքեր որ շատ շուտվա հոգևորներ են։ Սիրելի քույրեր, եղբայրներ, այսօր մենք ապրում ենք մի ժամանակ, սովածն ու կուշտը խառնվել է իրար։ Մեկը կուշտ է, բայց հոգու մեջ, տառապանքների մեջ է, մեկը կարա սովածը լինի, բայց Տիրոջ ներկայության մեջ լինի։ Քույրեր, եղբայրներ, այսօր հարստությունը դա նշան չի Տիրոջ օրհնության, եւ աղքատությունը դա նշան չի, որ Տիրոջից ինքը լքված է։ Ես այսօր կուզեմ կիսվեմ երկու պատճառի մասին, ինչն է պատճառը, որ քրիստոնյաները, ուզում եմ եւս մեկ անգամ շեշտեմ, քրիստոնյաների մասին եմ խոսում։ Այն ինչ որ այսօր կիսվեմ, ասեմ, սա աշխարհի մարդկանց չի վերաբերվում, սա վերաբերվում է միայն վերստին ծնված մարդկանց, ովքեր ճաշակել են Քրիստոսին, ովքեր վերստին ծնվել են, ովքեր ազատագրվել են իրենց մեղքերից ու ապրել են հոր տանը, Տիրոջ տանը։ Երկու պատճառ կա, ինչն է պատճառը, որ քրիստոնյան լինելով հավատքի մարդ, գիտենալով Աստծո խոսքը, ճանաչելով Աստծուն եւ նրա որդի Հիսուս Քրիստոսին, հուսահատությունների ու ճնշվածության ու դեպրեսիաների մեջ հանգնում։ Ինչն է պատճառը, որ քրիստոնյան չի ունենում, կորցնում է ներսի ուրախությունը, ներսի խաղաղությունը։ Ինչն է պատճառը։ Գիտեք, 87 թվականից ես դարձի եմ եկել։ Ընթացքում ես երկու պատճառ եմ տեսել ու տարին տարու վրա համոզվում եմ, որ դրանք բացարձակ ճշմարտություններ են։ Երրորդ պատճառ չկա։ Ինչն է պատճառը, որ քրիստոնյան ճանաչելով Աստծուն, հավատալով Աստծուն, իմանալով փրկության ճանապարհը եւ կյանքի աղբյուրը ունենալով, ընկնում է հուսահատությունների, ընկնում է ճնշվածության, դեպրեսիաների մեջ, որ անհույս վիճակի մեջ է, երբ որ ներսը մարդու հոգին այնպես ճնշված է, կարծես թե ամբողջ աշխարհի բեռը նրա վրա է։ Կարծես թե բոլոր չար ոգիները շրջապատել են ու ճնշում են այդ անձնավորությանը։ Ես կուզեմ այդ երկու պատճառի մասին շատ հակիրճ կիսվելու։ Ես այս թեման մեր մոտ 3 հավաքույթ անց եմ կասրել, բայց այսօր մենք պետքա արագանանք, որպեսզի կարողանանք ժամանակի մեջ տեղավորվենք եւ խոսքը հասկանանք եւ հաճելի լինի։ Աղոթում եմ, որպեսզի Սուրբ Հոգին բացի ձեզ ավելին, քան ես այսօր պիտի կիսվեմ, որովհետև նա կարող է դա անել։ Քույրեր, եղբայրներ, այսօր պիտի վերցնեմ, այսպես ասած, մենք ենք այտենց ասում, անառակ որդու առակը։ Չնայած Ավետարանի մեջ ոչ միտեղ չի գրված, որ Հիսուսը ասավ անառակ որդու առակը։ Գրված է, որ Ղուկաս Ավետարանի 15-րդ գլխի 11-րդ խոսքից գրված է, մարդը 2 որդի ուներ։ Առակը սկսում է դրանից, չի գրած, մի մարդ մի անառակ որդի ուներ։ Գրված է, մարդը 2 որդի ուներ, մեկը փոքր էր, մեկը մեծ։ Ու սա առակը ոչ թե հեքիաթ, որովհետև հեքիաթը դա հեքիաթ է, իսկ առակը դա Սուրբ Հոգու Աստծո թագավորության բացումն է։ Տերը դրանով բացում է Աստծո թագավորության գաղտնիքները եւ օրհնությունները։ Եվ Տերը ուզում է, որպեսզի մենք իր աշակերտները լինելով ճանաչենք նրա կամքը այս առակի միջոցով։ Սիրելի քույրեր, եղբայրներ, մենք տեսնում ենք հետեւյալը։ Ես չեմ կարդում միջև վերջ այդ առակի, որովհետև երկար է, 11-ից մինչև 30-ն է կարծեմ, խնդրում եմ դուք տանը ուշադիր կարդացեք։
Կամ էլ հիմի կարող եք բացել ու քարոզի ընթացքում կարող եք կամած բացել Ղուկաս ավետարանի 15-րդ գլխի 11-րդ խոսքից սկսվում է։ Մի մարդ ուներ երկու որդի, մեկը փոքր էր, մեկը մեծ, եւ փոքր տղան գալիս է հորը մոտենում ասում է հայր, իմ փայ ունեցվածքը ինձ տուր, ես ուզում եմ ունենամ իմ ունեցվածքը։ Գիտես, ինքը չասավ, տուր ինձ ես գնում եմ, տուր ինձ իմ փայ ունեցվածքը։ Գիտեք, եւ այն ժամանակ, եւ հիմա ընդհանրապես որդիները իրենց ծնողների ամբողջ ունեցվածքը կտակը ժառանգում են այն ժամանակ, երբ որ ծնողները մահանում են։ Այսինքն ծնողի մահից հետո է, որ ամբողջ ունեցվածքը գալիս է որդիների մեջ կամ որևէ մեկի կտակվում է։ Պողոս առաքյալն այդ մասին ասում է ավետարանի մեջ։ Եվ այսօր մենք ունենք նոր կտակարան, Տերը մեզ կտակել է հավիտենական կյանք եւ մենք Քրիստոսի հետ ժառանգորդներ ենք, սիրելի քույրեր եղբայրներ։ Բայց ես այսօր ուզում եմ մեր ուշադրությունը գրավեմ մի քիչ ուրիշ բանի վրա։ Տեսեք, այս որդին եկավ ու գրված է մի որոշ ժամանակ հետո կամ էլ մի քանի օր հետո ստանալով հայրը վերցրեց ու տվեց, շատ զարմանալի է, որ հայրը չի գրած, որ հայրն ասավ, դու դեռ ձևավորված չես, զարգացած չես, դու դեռ արժանի չես, տամ քեզ տանես, այս անես, այն անես, որտեվ ես ինձ որ դնում եմ այդ հոր տեղը, հաստատ ես տենց կանեի, որտեվ ես կտեսնեի, որ այս թաթալաբազը, այդ փոքրը դեռ պատրաստ չի, դեռ ձևավորված չի, որպեսզի ստանա իր կտակը, իմ ունեցվածքը, բայց նա եկավ ու իր փայը, իր բաժինը ուզեցավ ունենա, ասավ իմ բաժինս տուր ինձ, մեծ որդին ընտեղ էր, մեծ որդին երևի թե դատում էր, մենք դա տեսնում ենք վերջում, որ այդպես էր, դատում էր փոքր որդու, բայց մի կողմից էլ մեծ որդին հասկացավ, որ փոքրը գնաց, մնացած արդեն իրանն է, որտև հայրը կիսեց հավասար ու իր որդու բաժինը տվեց իրան։ Գիտեք, սիրելի քույրեր եղբայրներ, մենք տեսնում ենք, որ փոքր որդին գնաց մեղքի քաղաքը, մեղքի երկիրը եւ ընտեղ վատնեց իր ունեցվածքը քեֆ անելով անառակների հետ, մի խոսքով մեղքի վրա ծախսեց եւ իր մարմնի ցանկությունների վրա ծախսեց։ Իսկ այդ ժամանակ մեծ որդին հոր բոլոր գործերի մեջ հավատարիմ, կոպիտ ասած լծվել էր ու հավատարիմ ծառայում էր իր հորը։ Հոր բոլոր պատվիրանքները կատարում էր։ Փոքր որդին հասավ այն աշխարհ, որ երբ որ իր ունեցվածքը հատավ, հորից ստացած, գրված է, շատ հետաքրքիր է, որ համընկավ, դա համընկնելու բան չէր, առակա հենց այնեն չի ասում, երբ որ նրա ունեցվածքը հատավ, այդ երկրի մեջ մեծ սով սկսեց։ Բայց հետաքրքիր է, որ սովը սկսեց, բայց կային մարդիկ, ովքեր խոզեր ունեին, իրան էլ վարձում էին, ինքն էլ խնդրում էր, որ իրան վարձեն, որ ինքը մի կտոր հաց ուտի, եւ նա ուզում էր խոզերի կերակուրը ուտեր, հետաքրքիր է, ոմանք մտածում են, որ նա խոզերի կերակուր էր ուտում, բայց գրված է, որ էդ էլ չէին տալի նրան, նույնիսկ խոզերի կերակուրը իրեն չէին տալիս։ Ու երբ որ ինքը տեսավ, որ արդեն սոված է, հյուծվել է, արդեն էլ ոչ մի հնար չկա, գրված է, որ նա ասավ, վեր կենամ, գնամ հորս տունը, որովհետև հորս տանը շատ ծառաներ կան եւ այդ ծառաները տաք տեղ ունեն, լավ կուշտ փորով հաց են ուտում։ Եվ մտածեց, որ ես տեղ ծառայություն եմ անում ու սովից մեռնում եմ, գնամ հորս ասեմ, արժան չեմ քո որդին։ Իմ սաղ ունեցվածքը, որ դու ինձ տվել ես, ես ծախսել եմ, մեղքի վրա եմ ծախսել։ Ասավ գնամ հորս ասեմ, ընդունիր ինձ որպես ծառա։
Եվ այդպես էլ արավ։ Վեր կացավ ու գնաց հոր մոտ։ Ընդհանրապես ապաշխարությունը հենց դա է, որ միտքը փոխվում է, որոշում է, զղջում է իր արածի համար ու ասում է վեր կենամ գնամ, դառնամ դեպի իմ հորս, դառնամ դեպի իմ Աստծուն։ Դա է ապաշխարությունը եւ ոչ միայն իր մեջ է այդ զղջումը կատարվում, այլ ինքը վեր կացավ եւ գնաց գրված է։ Եկավ իր հոր մոտ։ Երևի ոմանք մտածում եք, որ ես այսօր ավետարան եմ քարոզում։ Չէ, ես այսօր շատ խորը, շատ լուրջ բան եմ ուզում քարոզեմ։ Այս թեման ավելի շատ անհավատների համար չի։ Ես գիտեմ, որ շատ անգամ ավետարանիչները այս առաքին են վերադառնում եւ քարոզում են, որ մարդիկ դարձի գան ու ասում են, որ վերադարձեք ձեր հորը, բայց հարցը նրանում է, որ անհավատները, որ մենք եղել ենք ժամանակին, Աստված նրանց հայրը չի, մինչև մարդը չապաշխարի եւ ավետարանով Քրիստոսին չհավատա, վերստին չծնվի, Աստծո հոգուց չծնվի, նրա որդին չի կարա դառնա։ Իսկ այս առակի մեջ խոսքը գնում է հենց որդիների մասին, սիրելի քույրեր։ Սա Աստծո զավակների մասին է այս խոսքը։ Այսօր ես խոսում եմ ոչ թե աշխարհի անհավատների մասին, սա ավետարանչական հավաքույթ չի, ավետարանչական խոսք չի։ Հետաքրքիր է, որ նա վերադարձավ հորը, ուզում եմ նշեմ, չնայած այսօր ժամանակը չի հերիքի, բայց ուզում եմ նշեմ, որ հայրը չգնաց իր որդու հետևից քաղաք, մեղքի քաղաքը, որ նրա կոպիտ ասած վզին տալով բերի, բայց հայրը ամեն օր սպասում էր։ Սիրելի քույրեր, եղբայրներ, եթե մենք մեղքի մեջ ենք ապրում, մեր սիրտը մեզ դատապարտում է եւ Աստված էլ է դատապարտում։ Եվ եթե մենք մեր սրտի դատապարտության ուշադրություն չդարձնենք ու մեղքը մենք չդատապարտենք, ուզում եմ ձեզ ասեմ, Աստված ուժի զորով մեզ մեղքի չի կտրելու։ Նա մեր օգնականն է, գրված է Տերը իմ օգնականն է։ Աստված ամեն օր սպասում է մեզ, եթե մենք մեղքի մեջ ենք լինում։ Հիշում եք Հիսուսը արցունքներով արտասվում էր ու նայում էր Երուսաղեմին, ասում էր Երուսաղեմ, Երուսաղեմ, քանի անգամ ես փորձեցի քեզ հավաքեմ իմ թերևից տակ, ինչպես թռչունը իր ձագերին, բայց դու չուզեցիր։ Սիրելի քույրեր, եղբայրներ, Աստված ամեն օր սպասում է բոլոր իր մեղավոր որդիներին առաջի հերթին։ Հիսուսն ասավ առաջի հերթին գնացեք Իսրայելի կորած ոչխարների հետևից։ Աստված ուզում է, որպեսզի մենք հասկանանք մի բան, նա մեզանից հեռու չի, նա մեր կողքին է, բայց նա միշտ սպասման մեջ է։ Գրված է մոտեցեք Աստծուն եւ նա պիտի մոտենա ձեզ։ Քույրեր, եղբայրներ, գրված է, որ եթե մենք մոտենանք նրան, նա մեզ կմոտենա։ Որդին երբ որ գալիս էր, գրված է, որ հայրը սպասում էր, նա ամեն օր այն հայրի ասած աչքը ճանապարհին էր, ու երբ որ հերվից տեսավ իր որդուն, ծառաներին չասավ, դռները փակեք, որ գա չթողեք, թող մի երկու քշեր վնգստալով դռների մոտ պարկած մնա, որ լավ հասկանա իրավիճակը։ Մի բան էլ բռնեք, ծեծեք, ջարդեք ու մի քիչ հաց ու ջուր տվեք, բայց նա թող լավ հասկանա, չէ։ Գրված է, որ նա վազելով գնաց եւ նրան փաթաթվեց։ Սիրելի քույրեր, եղբայրներ, այն քրիստոնյաները, որոնք Աստծո ստացած խաղաղությունը, ուրախությունը, արդարությունը, Աստծո ստացած այդ հոգու գանձերը, այդ հոգու հարստությունը, որտեղ ձեր գանձն է, այնտեղ է ձեր սիրտը պիտի լինի։ Չի գրած որտեղ ձեր սիրտն է, այնտեղ է ձեր գանձը, այլ որտեղ ձեր գանձն է, այնտեղ է ձեր սիրտը, այսինքն որտեղ մեր արժեքներն է, մեր սիրտը դրա հետևից է գնում։ Սիրելի քույրեր, եղբայրներ, Տերը ուզում է, որպեսզի մենք հասկանանք մի շատ կարևոր բան։
մենք ունեցվածք ունենք մեր հորից ստացած։ Այդ ունեցվածքը ներսի խաղաղությունն է։ Այդ ունեցվածքը ներսի ուրախությունն է, արդարությունն է։ Աստծո թագավորությունը ուտելիք եւ խմելիք չի, այլ արդարություն, խաղաղություն եւ ուրախություն է։ Մենք Քրիստոսով արդարացված ենք։ Մենք Աստծո հետ խաղաղության մեջ ենք Քրիստոսի արյան պատճառով։ Այսօր Աստված մեր թշնամին չի եւ ասում մենք համարձակությամբ ենք նրա գահին գալիս։ Եվ երրորդը, դրանից մենք ուրախ ենք, որտեղ մենք փրկված ենք։ Դավիթը իր սաղմոսի մեջ ասում է վերադարձրու ինձ փրկության ուրախությունը։ Հենց այդպես գրած է։ Վերադարձրու ինձ փրկության ուրախությունը։ Սիրելի քույրեր, եղբայրներ, այսօր մենք չենք պատկերացնում, թե ինչ գանձեր ունենք, ինչ հարստություն ունենք։ Բայց այդ որդին, փոքր որդին, որին մենք անվանում ենք անառակ որդին, տարավ ու անառակության մեջ, ուտել խմելու մեջ, այս աշխարհի մեջ կորցրեց այդ ամեն ինչը։ Գիտեք ինչի է քրիստոնյան կորցնում իր ներսի խաղաղությունը։ Գիտեք ինչի է քրիստոնյան ճնշումների ու դեպրեսիաների մեջ լինում, որովհետև Աստծո տված մաքրությունը ներսի, խաղաղությունը, արդարությունը, ներսի տված Տիրոջ այդ ուրախությունն ու խնդությունը նա հանգիստ տանում է ու մատնում մեղքին։ Ասում է դե մեղ գործեմ, մի քիչ մեղք է գործում, տեսնում է որ շատ փոփոխություն չտա։ Մի քիչ էլ, մենք էլ տեսնում է որ չի կարող մեղ չգործի, որովհետև սատանան վզից է գցել թոքը ու ստրկացնում է եւ մեղքի ստրուկ է սարքում։ Եվ սկսում է տանջելը։ Այդ անձնավորությունը արդեն էլ միջև մեղ չի գործում, չի հանգստանում, ու այդ հանգստանալն էլ դա Աստծո խաղաղությունը չի, այլ ժամանակավոր հանգստություն է։ Հիսուսն ասավ, ես կտամ ձեզ իմ խաղաղությունը, ոչ թե ոնց որ աշխարհն է տալի։ Աստծո խաղաղությունը գրված է մտքից վեր, որ կարող է պահպանի մեր միտքը ու սիրտը, գրված է Տիրոջ խոսքի մեջ։ Սիրելի քույրեր, եղբայրներ, ես ուզում եմ այսօր մենք հասկանանք մի շատ կարևոր բան։ Առաջի պատճառը, ինչն է պատճառը, որ քրիստոնյան կապ չունի եկեղեցի ա գնում, կապ չունի աղոթում ա, կարդում ա, թե ինչ անում, կապ չունի։ Եթե ունի իր մեջ, իր կյանքի մեջ որից է թաքուն մեղք, մեղք, որի մեջ չի ապաշխարել, մեղք, որը Տիրոջը չի խոստովանվել առաջի հերթին, մեղք, որի դեմ ինքը չի պայքարում, այլ ինքը վայելում է այդ մեղքը, դա պատճառը լինում, որ Աստծո հոր տված ունեցվածքը մեր մեջ այդ գանձերը, Աստծո թագավորությունը ուտելիք ու խմելիք չի։ Աստծո թագավորությունը այդ գանձերը, հիշում եք սատանան Հիսուսին ինչ ասավ, այս ամեն ինչը քեզ կտամ, ցույց տվեց իշխանությունը, թագավորությունները ու հարստությունը, այս ամեն ինչը քեզ կտամ, միայն երկրպագիր ու ծառա ինձ։ Բայց Հիսուսը ասավ, որ միայն քո Տեր Աստծուն ծառայես ու երկրպագես։ Սիրելի քույրեր, եղբայրներ, ամբողջ հարցը սրա մեջ է, որ մենք մտածում ենք, որ մեղքը կապաշխարեմ կանցնի, իհարկե, եթե ապաշխարենք, նա Տերը ներում է, բայց մեղքի հետ խաղանելը շատ անգամ բերում է սրտի խստացում, ու մարդը մտքով շատ անգամ ուզում է, հասկանում է, որ իրան ապաշխարել է պետք, բայց սիրտը խստանում է։ Ես ուզում եմ կոչ անեմ նման մարդկանց, ովքեր մեղքի մեջ են ապրում, ովքեր Աստծո գնում են եկեղեցի, Աստծո մխիթարությունն են ստանում, Տիրոջ այցելությունն են ստանում, ու էլի գնում են վերադառնում են աշխարհ։ Դա դատարկում է։ Սատանան կողոպտում է մեր ներսը, նա գող է եւ մարդասպան է գրված է, նա եկել է որպեսզի գողանա, սպանի
եւ կորսեցնի։ Նա գողանում է Աստծո խոսքը մեր սրտերից։ Հիշում եք, որ Հիսուսը Սերմնացանի առակի մեջ ասավ, նա գողանում է մեր սրտի խոսքը։ Երբ որ նա գողանում է մեր սրտի խոսքը, ու դա մենք թույլ ենք տալի, արթուն չենք մնում, ինչպես Աբրահամը արթուն էր, որպեսզի այդ զոհի վրա երկնքի այդ թռչունները, այդ դիակակերները գան, նա ամբողջ գիշեր պատերազմեց, արթուն մնաց, որ չթողնի։ Երբ որ մենք չենք արթուն մնում, սատանան գողանում է մեր սրտից Տիրոջ խոսքը, մեր մտքից է գողանում։ Երբ որ նա գողանում է Աստծո խոսքը, մեր մեջ հավատքը, սրտի հավատքը, ոչ թե մտքի հավատքը, այս սրտի հավատքը նա սպանում է։ Հիսուսն ասավ, սատանան գալիս է, որպեսզի գողանա, սպանի եւ կորսեցնի։ Եվ երբ որ նա սպանում է մեր մեջ հավատքը, որտեղ հավատքը Աստծո խոսքից է առաջանում, նա կորսեցնում է մեզ, որովհետև առանց հավատքի Աստված մեզ չի լսում։ Ով որ կասկածում է գրված է, թող նա չմտածի, որ նրա աղոթքը կլսվի։ Եվ սա ոչ թե Աստծո կողմանից սենց, ոնց ասեմ, ուլտիմատումա չէ, այլ Աստված ուզում է հասկացնի, որ նրանք, ովքեր Աստծո խոսքը իրանց մեջ են պահում, նրանց մեջ հավատ կա, եւ նրանք Աստծո հետ հաղորդակցության մեջ են։ Սիրելի քույր երեխաներ, ինչպես այս առակի մեջ հայրը իր ունեցվածքը տվեց, հանգիստ իր որդուն տվեց, առատությամբ, լիությամբ, եւ նա այդ ամբողջ ունեցվածքը վերցրեց ու տարավ աշխարհի մեջ, աշխարհի հետ հաղորդակցելով, կամած կորցրեց, նա մի օրվա մեջ չկորցրեց։ Մարդը, որ աշխարհ է գնում, միանգամից չի կորցնում։ Նա սկզբից սրտի մրմուռ է լսում, խղճմտանքի տանջանք է լսում, բայց քանի գնում վառվում է այդ խղճմտանքը, խանձվում է այդ խղճմտանքը, եւ քանի գնում կորցնում է, կամած կորցնում է այն հարստությունը եւ գալիս է մի պահ, որ ուզում է աշխարհի կերակուրներով կերակրվի։ Էդ էլ չեն տալիս իրան։ Ես ոչ մի բան չեմ թվարկում, ոչ մեղքի տեսակներ, ոչ մի բան չեմ թվարկում, որովհետև համոզված եմ, որ Սուրբ Հոգին է եկել, որպեսզի մեղքը հանդիմանի, եւ համոզված եմ, որ Սուրբ Հոգին ամեն մեկիս ցույց կտա մեր կյանքի մեջ ինչն է աշխարհից ու ինչի մեջ մենք պիտի ապաշխարենք։ Ինչն է պատճառը, որ քրիստոնյաները հայտնվում են ճնշվածության, հուսալքության, հուսահատության, դեպրեսիաների մեջ, վախերի մեջ, տարակուսանքների մեջ, ինչն է պատճառը։ Ոչ թե մեղքը Տերը ներում է։ Հակոբոս առաքյալը ինքը իրան էլ դրա մեջ դնելով, ասում է ամեն մեկս էլ ինքը իրան էլ շատ մեղք են գործում։ Ամենասարսափելին մեղքը չի, բոլորս էլ մեղքի մեջ ենք ընկնում։ Ամենասարսափելին դա ընկնելն է մեղքի ստրկության մեջ, այսինքն մեղքի մեջ հարատևելն է, մեղքը վայելելն է, մեղքի ժամանակավոր հաճույքը վայելելն է։ Սիրելի քույրեր, եղբայրներ, ես այսօր կուզեմ, որպեսզի մեր սրտերի մեջ մենք հիշենք փոքր որդուն։ Լավ, երկրորդ պատճառը որն է։ Երկրորդ պատճառը մեծ տղան էր։ Հետաքրքիր է, որ Հիսուսը այս առակը, որ ասում էր, ոչ թե ասեց առակ, որտեղ մի տղան վատն էր, իսկ մի տղան լավն էր, այլ երկու հոգևորների երկու ծայրահեղությունների մասին։ Ինչն է պատճառը, որ կան քրիստոնյաներ, որոնք ժամերով աղոթում են, ծոմերի մեջ տասնյակ գլուխներով ամեն օր գիրք են կարդում, Աստվածաշունչի նկատի ունեմ իհարկե։ Ծառայում են առավոտից իրիկուն, անխնա, իրան չխնայելով ծառայում են։ Բայց իրանց ներսի խորքում նրանք Աստծո հետ
այդ հարազատությունը չեն զգում, Աստծո հետ այդ մտերմությունը չեն զգում, նրանց համար Աստված միայն պատժող Աստված է, նրանց համար Աստված միայն, այսպես ասած, մաշող կրակ է, իհարկե Աստված մաշող կրակ է, բայց մենք շնորհի տակ ենք, սիրելի քույրեր եղբայրներ։ Ես արդեն շեշտեցի, որ շնորհը դա չի նշանակում շնորհը աշխարհի մեջ վատներն է, չէ։ Շնորհը չի կարա պատճառ լինի մեր գործելու։ Եվ մեր մարմնի կարիքները հոգալը չի կարա պատճառ լինի մեր գործելու, բայց ես ուզում եմ երկրորդ պատճառը շեշտեմ։ Դա այն քրիստոնյաներն են, որոնք կամայա թե հակամա Հիսուսի անունը տալիս են, Հիսուսի տեն անվանում են, վերստին ծնված են, Սուրբ Հոգով մկրտված են, եկեղեցու անդամ են, եկեղեցու ծառայողներ են, բայց շնորհը չեն ճաշակել, շնորհի ճոխությունը չեն ճաշակել։ Ամեն աղոթքի մեջ Աստված նրանց համար Աստված է մնում, ոչ թե հայր։ Հիշում եք, մի քանի բան ասեմ, որ դա ցույց է տալիս։ Առաջի հերթին նման քրիստոնյաները, որոնք շատ նվիրված են ճակերտների մեջ, շատ սուրբ են ճակերտների մեջ, շատ ծառայող են ճակերտների մեջ, մի քանի նշան ասեմ, որով մենք կարող ենք հասկանալ մեր սիրտը դրա մեջ է թե չէ։ Ես ասեմ ձեզ, խոստովանվում եմ, ես դրա մեջ եղել եմ, սիրելի քույրեր եղբայրներ։ Երբ որ քրիստոնյան միշտ վերևից անայում, իր սրբության պատվանդանից անայում, մնացած քույր եղբայրներին չներող հայացքով դժվար աներում, հանկարծ եթե կտեսնի մեկը մեղք է գործում, կարծես թե նախանձավոր է Տիրոջ տան մեջ, բայց դա ոչ թե Տիրոջ տան նախանձավորությունն է, այլ իրա մեջ ինքը զգում է, որ ինքը ավելի լավն է, որովհետև կարդում է, աղոթում է, ծոմ է պահում, ծառայում է եւ արդար ու սուրբ է։ Որ հարցնես, չէ, ես էլ եմ մեղավոր կասի, բայց մեկը իրա մեջ այդ բանը ինքը զգում է։ Սիրելի քույրեր եղբայրներ, նման քրիստոնյաները շատ դժվար են տանում ընկածներին։ Հիսուսը ասավ առաջի հերթին գնացեք, կորած, Իսրայելի կորած ոչխարներին ավետարանեցեք։ Ոչ թե հեթանոսներին, այլ Իսրայելի կորած ոչխարներին։ Աստված ավելի շատ ցավ է քաշում իր կորած որդիների համար, քան թե նրանց համար, ովքեր որ լադեր չեն դարել որդի, Աստված բոլորին է սիրում, բայց որդիները արդեն նրանն են, նրա հոգուց են ծնվել, ոչ թե ինչ որ փոխվել են, այլ նրա հոգուց են ծնվել, նրա ոնց որ մեր մարդկային լեզվով ասած նրա արյունն են։ Սիրելի քույրեր եղբայրներ, ինչքան ուզում եմ մենք հոգևոր լինենք, հիշում եք ինչ ասավ այդ մեծ տղան, եկավ տեսավ ու բոլորը ուրախանում են, ասավ ես ինչ է կատարվում։ Ծառաները ուրախացած ասեցին քո փոքր եղբայրդ վերադարձել է, հայրդ էլ շատ է ուրախացել։ Եվ գրված է նա սկի տուն էլ չէր ուզում մտներ։ Դա տեսեք հոր սերը ու հոր քաղցրությունը հայրն է, չի ասում ծառաներին, ասում տոմի դրան տարեք, եսի որտեղ նստացրեք, դե որ չի ուզում թող ընդեղ նստի, միչե որ կկախքի կուտի։ Սիրելի քույրեր եղբայրներ, հայրը դուրս եկավ, որդիս, արի, ու տեսեք ինչ ասում, ես քո բոլոր պատվիրանները կատարում էի, առավոտի ծիրիկուն, կարդացեք այդպես է գրված, առավոտի ծիրիկուն, ես քո կամքդ չեմ շեղվել, ամեն ինչ արել եմ, բայց դու մի հատ ուլ էլ չես տվել, մի հատ գար չես տվել, որ ես իմ ընկերներիս հետ ուրախանամ, իսկ այդ քո որդին քո ունեցվածքը տարավ, վատնեց ու ծախեց անառակների հետ, ու եկավ, ու դու իրան ընդունեցիր, ու հայրը ասում է,
շատ կարևոր խոսքեր, որ այսօր կուզեմ այսօրվա թեմայի վերջում մենք այդ հայտնություն ունենանք։ Ասա որդիս, չէ որ ինչ որ իմն է, քոնն է։ Օրենքի հոգեբանություն ունեցող մարդը չի կարողանում համարձակությամբ, մանուկի հավատքով, իր կարիքներով գա իր հոր մոտ։ Նա անընդհատ իր սրտի մեջ նեղվում է, որ այս ինչերը ունեն, այս ինչը ունի, բայց ես չունեմ, ինձ Տերը չի տալիս, 10-րդը տալիս եմ, այս եմ անում, այն եմ անում, գիտեք ինչ, ով որ շնորհի տակ է, նա եւ նեղության մեջ, եւ առատության մեջ լայն սրտով փառավորում է Տիրոջը, հասկանալով, որ նրա շնորհի ճոխությունն է պատճառը, որ ինքը ունի։ Սիրելի իմ քույրեր, եղբայրներ, ուզում եմ, որպեսզի հիմա մենք այս երկու ծայրահեղությունները վերացնենք ու այս երկու կերպարների կարևոր մասերը միացնենք եւ դա կդառնա Աստծո սրտի ցանկության որդի եւ զավակ։ Առաջինը, փոքր որդին համարձակ սիրտ ուներ իր հոր նկատմամբ։ Ու նա եկավ ու համարձակ ասավ. հայր, իմ փայ ունեցվածքը տուր։ Եվ հայրը չի գրված, բացարձակ, նույնիսկ նշմար չկա տենց, որ հայրը մի քիչ նեղվեց, գրված է հայրը վերցրեց եւ տվեց։ Առաջի բանը, որ մենք պետք է ունենանք, այդ մանուկի սրտը, հավատքը, որ մենք հասկանանք, որ մեր հայրը, որին մենք հոգով ասում ենք Աբբա հայր, այսինքն իմ հայրիկս, որ մեր հայրը միշտ պատրաստ է եւ ասում է ով է այն հայրը, որի որդին ուզի ձուկ օծ տա կամ ձու ուզի քար տա կամ հաց ուզի քար տա, ասում է եթե դուք չար եք, պատկերացնում եք, մեզ Տերը անվանում է չար, մենք ինչքան կարծիք ունենք մեր մասին, որ մենք երեխեքի մասին ինչեր ենք անում, բա որ ձեր երկնավոր հայրը ինչքան բարիքներ տալ գիտի։ Սիրելի քույրեր, եղբայրներ, Աստված ուզում է, որպեսզի մենք մեր կարիքները հավատքով նրա շնորհած աթոռին բերենք ու ասենք հայր, ես կարիք ունեմ քեզ, փոքր որդու նման հավատքով ստանանք հորից, բայց փոքր որդու նման ստացածը մեղքի վրա չծախսենք, որովհետև դա մեզ կտանի մահվան, սովի ու տառապալից մահվան։ Եվ երկրորդը, այս մեծ որդու նման մենք ծառայենք հորը, որ փոքր որդուն չուներ, առավոտի ցիրիկում, երբ որ Տերը հնարավորություն է տալիս, մենք կարողանանք ծառայենք։ Գիտեք, Հիսուսն ասում է, իմ լուծս վերցրեք, իմ լուծս թեթև է ու քաղցր է։ Գիտեք, սիրելի քույրեր, եղբայրներ, Տիրոջը ծառայելը դա տառապանք չի։ Այս մեծ որդին միշտ կներեք այս օրինակի համար ոնց որ ժանգոց են ճռճռան է, որ մի կերպ ճռալով, ձեն հանելով աշխատում են, այդ այնց ինքը սենց իրան տանջելով աշխատացնում էր, իր սրտի մեջ նա հոր հետ մտերմություն չուներ։ Մի օր չեկավ ասավ հայր, ընկերներս եկել են, խնդրում եմ քեզ, ինձ մի ուլ տուր, գնամ, հեն էլ կասեր, տղա ջան, գնա ամենալավը, տո 2 հատը վեր կալ, մի լավ ուրախացի, առավոտի ցիրիկուն աշխատում ես։ Աստված ասում է, վարող աշխատող եզի դունչը մի կապի։ Եվ Պողոս առաքյալն ասում է, միթե Տերը եզների մասին է հոգ տանում, ոչ, այլ իրեն ծառայողների։ Սիրելի քույրեր, եղբայրներ, ես սա հիմի ասում եմ, հովիվ եմ, բայց սա հովիվների մասին չեմ միայն ասում։ Ասում եմ բոլոր ծառայողների մասին, այն ծառայողների մասին, որոնք եւ կարող են ծառայել եւ իրենց աշխատանք ունենալ։ Ես արդեն
94 թվականի սկզբից մինչև 99 թվականը եւ աշխատել եմ եւ ծառայել։ Բայց երբ որ հասավ մի պահ, որ եկեղեցին մեծացավ այնքան, որ ես այլևս չէի հասցնեմ ծառայեմ եւ աշխատեմ, իսկ ծառայելը դա հովիվի ծառայությունը դա մենակ քարոզելը չի, քարոզելը երևի թե ամենափոքր մասն է հովիվի ծառայության։ Եկավ մի պահ, որ ես տեսա, որ ես ստիպված պետք է եղնեմ իմ բիզնեսը, իմ գործը թողնեմ ու եկեղեցու աշխատավարձով ապրեմ, որպեսզի հասցնեմ։ Եվ այդ ժամանակից հետո էլի եկեղեցի եւ երրորդ եկեղեցին, այսօր 3 եկեղեցիների մեր Ալբերտ աղբերը ասավ Ուֆայի Վարդան եղբայրը, Ուֆան մեզանից 230 կիլոմետր հեռավորության վրա է, դա Բաշկիրիայի մայրաքաղաքն է, Բաշկիրիան 4 միլիոն բնակչություն ունի, 150,000 քառակուսի կիլոմետր, այսինքն Հայաստանից 5 անգամ մեծ է, բայց 4 միլիոն բնակչություն, 1/3-ը անտառներ են ու ստեղ բավականին ձմեռը շատ ցուրտ է, չնայած որ ասեմ, այս համար շատ անոմալ ոնց են ասեմ շոկ հարավ, շատ զարմացած են մնացել, ոչ մի անգամ, ոչ մեկը չի հիշում 135 տարվա ընթացքում այդ պեղումների, նայողների սես բան չեն հիշում։ Ուզում եմ ասեմ, քույրեր եղբայրներ, հետաքրքիր է, որ մենք Բաշկիրիայի ավելի հարավային մասում ենք ապրում, Ուֆան մայրաքաղաքն է, այս Ուֆա շատ հազվադեպ եմ եղնում։ Ես ապրում եմ հիմի Մելեուս քաղաքում, 35 կիլոմետրի վրա Կումերտաու քաղաքն է, որը թարգմանվում է Ածուխի սար, այնտեղ ժամանակին ածուխ են հանել, եւ Կումերտաու քաղաքը 60,000 բնակչություն է, Մելեուզը որտեղ ապրում եմ 50,000 բնակչություն է եւ Սալավատ քաղաքը մոտ 120,000 բնակչություն է, մեզանից 50 կիլոմետր հեռու։ Այս 3 քաղաքների ծառայությունը ես եմ սկսել Տիրոջ ողորմությամբ, դա Տիրոջ շնորհն է։ Ու ես հավատում եմ, որ Տերը ապահովում է իր ծառայողներին, բայց ուզում եմ շեշտեմ, ոչ միայն նրան, ովքեր որ լիովին եկեղեցու մեջ են ծառայության մեջ, այլ նրանք, ովքեր Տիրոջը ծառայում են, նվիրված են եւ իրանց գործն ունեն, Տերը իրանց գործներ կարա օրհնի եւ օրհնություն բերի, հաջողություն տա իրանց գործի մեջ, որովհետեւ Տերը Ագե թագավորի մեջ ասում է ամեն մեկը ձեր տունն եք գնում, ձեր տան մասին եք մտածում, բայց իմ տան մասին մտածող չկա։ Ուրեմն ասում է ամեն մեկը ստրոյմատերիալ վեր կալեք, շինանյութ վեր կալեք ու գնացեք ու իմ տունը սարքեցեք, այն ժամանակ էլ ես ձեր տան մասին հոգ կտանեմ, իսկ եթե ոչ, դուք կաշխատեք ծակ գրպանի համար։ Սիրելի քույրեր եղբայրներ, ուզում եմ ես այս երկու կերպարները եւ մինուսները ցույց տամ եւ պլյուսները։ Մինուսը նա էր, որ այս փոքր որդին հավատքով, համարձակությամբ Տիրոջից խնդրում էր, հորից ստանում էր, բայց վայտնում էր մեղքի մեջ եւ դա երկար չտևեց, եկավ մահվան եզրին կանգնեց։ Իսկ այն մյուս ծայրահեղությունը նա ծառայում էր Տիրոջը, նվիրված էր իր հորը, առավոտից իրիկուն ամեն ինչ անում էր, բայց նրա սիրտը համերաշխ չէր, այսպես որդիական վերաբերմունք չուներ, սառն էր, վախեցած էր, սարսափելի վիճակ ուներ իր հոր նկատմամբ եւ չէր սիրում իր փոքր եղբորը։ Մի խոսքով շատ հույսով եմ, ես բավականին արագ բացատրեցի, որ կարողանանք ժամանակի մեջ տեղավորվենք, սիրելի քույրեր եղբայրներ։ Սուրբ Հոգին աղոթում եմ, որ Տերը բացի ամեն մեկիս երբեք Տիրոջից ստացած շնորհի, օրհնության բաները թող մեզ համար պատճառ չլինի, որ մենք մտածենք այ կարամ հանգիստ մեղ գործեմ, խիղճս հմի հանգիստ է, մի մեղքից հետո խիղճը շատ չի անհանգստանում, բայց եթե մեղքի մեջ շարունակենք մնալը, մեղքը հղիանալով մահացնում։ Նրանք, ովքեր Տիրոջ օրհնությունը, շնորհը, քաղցրությունը, արդարությունը, սրբությունը, խաղաղությունը, ուրախությունը ունեն ու մեղքի մեջ են ապրում, նրանք այդ ամեն ինչը կորցնում են։
Եվ նրանք, ովքեր որ ծառայության մեջ են, ծոմերի, աղոթքի, նվիրվածության, մեղքի մեջ չեն, բայց շնորհի ճոխությունը չունեն, օրենքի տակ են մնում։ Գաղատացիս եկեղեցում Պողոս Առաքյալն ասում է, ով որ ուզում է օրենքով արդարանա, նա Քրիստոսի շնորհից զրկված է եւ անեծքի տակ է մնում։ Սարսափելի բան է, քրիստոնյան մեղքի մեջ չի, կարծես թե մեր ունեցած ցուցակի մեջ չի մեղքի, ոչ շնության, գողության, սպանության եւ այլն, դրա մեջ չի, ծառայում է, եկեղեցի է գալիս, հավատարիմ է, ինչ ասես անում է եկեղեցում, աղոթքի մեջ է, ծոմապահությունների մեջ է, բայց անընդհատ մի կողմից ինքը բոլորին բարձրից է նայում, իր սրբության տեսանկյունից, մյուս կողմից ինքը չունի այդ մանկական, միամիտ շնորհի ճոխության հավատքը, որ գա իր հոր մոտ ասի, հայր, ես այս ինչ բանի կարիք ունեմ, շնորհակալ եմ քեզանից այս օրհնությունների համար, որ դու տվել ես ինձ, ես ուզում եմ քեզ ծառայեմ, որովհետև դու իմ հայրն ես, ու ես քո գործընկերն եմ, քո գործակիցն եմ, ինչպես քո խոսքիդ մեջ ասում։ Տերը թող առատապես օրհնի ձեզ սիրելի քույրեր եղբայրներ։ Այսքանով ես ուզում եմ վերջացնեմ իմ խոսքը, Տիրոջ առատությունը թող լինի ձեր վրա, Տիրոջ շնորհի առատությունը, ու թող Տերը բացի մեզ, որ մենք ունենանք եւ ներսի գանձերը, Տիրոջ արդարությունը, խաղաղությունը, ուրախությունը, սրբությունը եւ ունենանք Տիրոջը նվիրվածությունը, այս երկու բաները, որ իրար հետ միացան, չէ, մենք համ պետքա ուրախ լինենք, համ սրբության մեջ ենք ելնելու։ Տերը օրհնի ձեզ սիրելի քույրեր եղբայրներ։